Էացրեցի։ Եվ այսպես ժողովուրդ ջան, մենք այսօր շատ հետաքրքիր հարթակի մասին ենք խոսելու, մենք խոսելու ենք Ads Manager-ի մասին, Ads Manager-ի մասին եւ բիզնես պորտֆոլիոյի մասին եւ ընդհանուր բոլոր մնացած մետագործիքների մասին։ Իմ կարծիքով դուք շատ հարցեր կունենաք եւ դա նորմալ է։ Կուզենամ հարցնեմ այստեղ ով գտնվում է Տերեզա Նարբիդան, երբևէ Facebook-ով կամ Instagram-ով գովազդ միացրել եք, թե ոչ։ Չէ, չեք միացրել, եղավ։ Ահա, այսինքն ձեզ համար իսկապես կարևոր փորձ է։ Միջև որ եմ անդրադառնալ այդ հարցին, եկեք մի հատ գնանք մետա ու կարևոր բանի հետ ձեզ ծանոթացնեմ։ Ուրեմն, բացեք ձեր Facebook-ը հեռախոսով։ Պատրաստ եք։ Բացեք։ Ու նայեք, ինչ ենք մենք հիմա անելու, մենք հիմա կարգավորելու ենք action button-ները, որոնք կապ են հաստատում հաճախորդի հետ։ Վերջերս փոփոխություն է եղել մետայում եւ WhatsApp-ի կոճակը clickable է տեքստից։ Ինչ է նշանակում clickable է տեքստից։ Հիմա ես ձեզ օրինակը կուղարկեմ post-ի, դուք կպատկերացնեք, ես մի հատ share անեմ։ Կխնդրեմ մտեք այս post եւ տեսեք իրեն WhatsApp կոճակը, որ հասկանաք ինչ փոփոխություն է եղել։ Մեկ վայրկյան։ Մի հատ մտեք այս post, ուղարկեցի, մտեք, որ միասին նույն տեղում լինենք։ Մտակ, չէ՞։ Հա, մտա։ Հիմա խնդրում եմ վերև նայեք, տեսեք WhatsApp-ը կոճակը ինչ վիճակում է։ Եթե դուք սխմեք, ինքը միանգամից տեքստից ոչ թե ներքևից, այլ տեքստի հարթակից ինքը clickable է։ Այսինքն դու միանգամից տեքստից կարող ես զանգել եւ քո հաճախորդը քո post-ը տեսնելուց զանգում է։ Բոլորին հասկանալի է իմ ասածը։ Ձեր մոտ այդպես չի։ Մոտ ստացվեց։ Ինչը չստացվեց։ Մոտ էլ ցույց տալիս։ Ինչը ցույց տալիս։ Ձեր WhatsApp-ը բիզնես է, դուք WhatsApp ունեք հեռախոսի վրա։ Հա։ Ձեր մոտ clickable չի, որ սխմում եք չի գնում ձեր մոտ։ Չէ։ Այսինքն Z099855845 ձեր մոտ չի սխմվում։ Չէ։ Բա ի՞նչ է ձեր մոտ։ Մի հատ կնկարեք, ուղարկեք։ Դա ձեր WhatsApp-ից։ Դա ձեր WhatsApp-ներից է։ Թե չէ, Էլմիրա քո մոտ ոնց է։ Էլմիր մի հատ դու էլ մտի։ Մտի post, բայց Pofsessin դե չզանգես, նայ 099 քո մոտ ինչ վիճակում է։ Որ սեղմում եմ, կեսա բացում իմ մոտ։ Ինչա բացում։ Ես ուղարկեցի, այդ որ սեղմում ենք, էտա բացում։ Հա, իսկ ձեր WhatsApp-ը հիմա հեռախոսի մեջ ակտիվ է։ Բիզնես WhatsApp-ը։ Այո։ Հա, վրոջի։ Հա։ Վրոջի մի հատ ստուգեք։ Դա շատ կարևոր է միջև մեր։ Մի հատ նայեք, հեսա ստեղ նայեմ։ Հա, ակտիվ է։ Հա, չէ, դուք ուրիշ բան եք Գործում է, էլի։ Հա, ժողովուրդ ջան, դուք ուրիշ բան եք հասկացել։ Չէ, մի հատ նորից, հիմա սպասեք։ Մի վայրկյան։ Հիմա ես post-ը screen անեմ ու ցույց տամ ինչ ես նկատի ունեմ։ Մի րոպե։ Հիմա ես բացատրեմ, որ իրար ճիշտ հասկանանք։ Մի վայրկյան։ Այս կոճակի մասին է։ Հիմա ես screen-ով ուղարկում եմ ձեզ։ Նայեք, իսկ դուք ինչ որ ուրիշ տեղ եք։ Դուք, այս կոճակի մասին է խոսքը, նայեք։ Հա, իմ մոտ չկա այդ կոճակը, մենակ համարն է, հեռախոսի համար։ Այսինքն կոճակը ձեր մոտ ակտիվ չի, ահա։ Հիմա կխնդրեմ մի հատ ձեր WhatsApp-ի համարը մի հատ եկեք ստուգենք, մի հատ ձեր WhatsApp-ի համարը ստեղ գրեք։ Մի վայրկյան, հեսա ուղարկեմ։ Մի հատ ուղարկեք, որտեղ շատ կարևոր է, որ WhatsApp-ները ճիշտ գործեն, էլի։
հասկանանք ինչու է խնդիրը, որ ձեր մոտ ինքը clickable չէ։ Էլմիրան տեսնենք Էլմիրան ինչ կա, մի հատ ինքն էլ ստուգեր, իրեն մոտ WhatsApp-ը ինչ վիճակում։ Անոնա ջան։ Արմիդա ձեր մոտ ոնց է, Էլմիր։ Հա, լսում եմ քեզ։ Մի հատ այդ post-ը, որ ուղարկել եմ կանաչ տանը։ Մի հատ բացի տես քո մոտ WhatsApp-ը clickable է, թե չէ։ Լավ։ Հեսա, այս հեռախոսով ակտիվացնենք մեր WhatsApp բիզնեսը, նոր փորձենք։ Բայց զանգը գնալու է այդ մարդին ուշադիր, հետո ինքը չզարմանա խիեք զանգել։ Որ դուք սխմեք, ինքը գնալու է զանգ այդ մարդու WhatsApp-ին։ Ուղղակի դուք պետք է ինքը շարժ պետք է clickable լինի, ուղղակի մուկ կապույտ ինքը ցույց է տալի, որ ինքը աշխատող է։ Հիմա ես մի հատ փորձեմ ստեղ զանգել, տեսնեմ ինչ խնդիր է։ Մի րոպե, հեսա գրանցեմ Թերեզայի համար ու ստուգենք միասին։ Տեսա Թերեզա ջան, ձեր համարը գրանցում ենք։ Նոնա, իմ մոտ բանա clickable է, էլի, ես հիմա չփորձեմ։ Վերջ, տեսա, բոլորի մոտ պետք է լինի։ Դրա համար որ մարդիկ ասում են clickable չի, ես ուզում եմ հասկանամ։ Լինքերն է, բաներն է, բոլորը Այո, դենց էլ պետք է լինի։ Ճիշտ WhatsApp եթե ունեք դուք, դա պետք է աշխատի։ Դա ամենակարևորն է։ Ուրեմն խնդիրը ինչ որ ձեր մոտ է, ահա։ Հիմա ես տեսնեմ Թերեզային մի հատ զանգեմ, Թերեզա ջան, ձեզ զանգում եմ։ Նայեք մի հատ։ Զանգը գալիս է։ Զանգը գալիս է, ահա, վեր, ձեր մոտ զանգը գալիս է։ Հիմա խնդիրը զանգի մեջ չի։ Մի րոպե։ Հիմա ես կհասկանամ ինչու է խնդիրը։ Տեսեք, իմ մոտ Էլմիրայի մոտ նորմալ ճիշտ է, դա մեր WhatsApp-ներից է։ Ուրեմն ձեր WhatsApp setting-ներում, կարգավորումներում ինչ որ մի բան օպտիմիզացրած չէ, դրա համար է ձև է։ Ուրեմն հիմա միասին ավելի լավ այդ աշխատանքը մենք կանենք։ Հիմա հասկացանք։ Արմիդա ձեր մոտ էլ չէ clickable։ Չէր բերում։ Հասկացա։ Ուրեմն պետք է հասկանանք ձեր WhatsApp-ը։ Ուրեմն նայեք ինչ ենք մենք հիմա անում։ Ոնց ենք նախ ձեր WhatsApp-ները կարգավորում։ WhatsApp-ները բիզնես է, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Սարքել եք բիզնես։ Հիմա նայեք, գնում ենք ձեր Facebook, գնում եք ձեր գլխավոր Facebook, մոտը գլխավոր էջը, ոչ թե մետա։ Մոտը 3 կետ կա, սխմում եք։ Սխմեք այդ 3 կետը։ Սխմել եք։ Դուք ստեղ տեսնում եք վերև 1, 2 edit action button, ձեր մոտ ռուսերեն է գրած։ Կա այդ սխմելու բանը։ Русերեն ինչ է գրած։ Редактировать статус страницы, добавить кнопку действия. Вот, добавить кнопку, երկրորդը։ Մի հատ խնդրում եմ screen արեք, chat ուղարկեք այդ մասը, տեսնեմ։ Մի հատ chat ուղարկեք այդ մասը։ Chat ուղարկեք։ Մի հատ տեսնենք։ Ահա, ապրեք, այստեղ կանգ առեք։ Ваши кнопки действия։ Տեսնում եք, հիմա սխմում ենք редактирование кнопки, այսով է ուղարկել։ Թերեզա ջան, դուք եք ուղարկել, Արմիդա ձերը որտեղ է սպասա։ Էսա ուղարկել էլի, որ տեսնեմ, որ իրականում կա։ Ահա, հիմա տեսեք, երբ որ դուք սխմում եք редактировать кнопки, միայն հաճախորդի հետ դուք կարող եք երկու բան ընտրել։ Ես խորհուրդ կտայի ընտրեք օրինակ Messenger եւ բանը WhatsApp։ Հիմա ինքը կոդ է ուզելու, հիմա WhatsApp-ը որ կարգավոր են կոդ է ուզելու, սխմեք редактировать кнопки ու ավելացրեք WhatsApp։ Եթե կայք ունենաք, շատ լավ հղումներն էլ clickable կլինեն միշտ, խնդրում եմ մի հատ редактировать, որ սխմում եք, տակ ինչ է երևում, էդ էլ ուղարկեք։ Ես մի քիչ առաջ գնացի, հեսա հետ գնամ նկարում ուղարկեմ։ Մի հատ հայ էլի, եթե դժվար չի նկարեք, նոր առաջ գնացեք, շնորհակալություն։
Ստեղ տալիս էր, որ WhatsApp-ի համար ավելացնեմ, ես միանգամից արդեն սեղմեցի, ավելացրեցել համար։ Հա, հիմա ձեզ մոտ էր, ապրեք, ստեղ տվեք սախրանից, ապրեք, հիմա տեսեք, ձեր մոտ, հիմա ձեր էջից, խնդրում եմ ինձ ցույց տվեք, որ արդեն երևա հաճախորդը ձեզ հետ կարա WhatsApp-ով և Messenger-ով կապնվի։ Տեսեք, ներքևից կա և позвонить по телефону։ Եթե դուք ընտրեք позвонить по телефону, էլ сообщение չեք կարա, դուք հիշեք, որ երկու ընտրություն ունեք միայն, լավ, միայն երկու ընտրություն։ Արմիդան տեսնենք ինչ ան, դուք սախրանից տվեք, ու հիմա խնդրում եմ ինձ ուղարկեք screen, որ ձեր էջում երևում է, որ հաճախորդը այդ երկու բաթոնը, կնոպկեն կարա օգտագործի ձեզ հետ կապ հաստատելու համար։ Դա շատ կարևոր է, որովհետև դուք եք ընտրում, ոնց ինքը կապ հաստատի։ Իսկ քանի որ դուք WhatsApp բիզնեսը ունեք, շատ հաճախորդներին հարմար է այդ ձև։ Արմիդա ջան, ստացվում է, թե չէ։ Հա, Արենի հեռախոսով մինչև բան արեցի, հավելվածը քաշեցի, համարը տեղադրեցի։ Լավ, պատրաստեք ու սկրին ուղարկեք, տեսնենք ճիշտ է, թե չէ ստացվել այդ կարևոր գործը։ Լուսին ջան, ոնց եք։ Բարև ձեզ, լավ, դուք ինչպես եք։ Լավ ենք, կարգավորում ենք կոճակները հաճախորդների հետ շփվելու, կխնդրեմ դուք էլ։ Հա, ես մի րոպե, Տերեզա ջան, գլխավոր էջը գնացեք, ստեղ չի երևում, որ ձեր հաճախորդը, ստեղ հեռախոսն եմ տեսնում, Gmail-ը, WhatsApp, հա, այդ ձև եք ցույց տվել, իսկ կուզեմ վերևից տեսնեմ, օրինակ, որ մտնում եմ Facebook, ընդեղից երևում է, թե չէ, հասկացաք ինձ։ Այն աչ անկյունում, մի հատ գտեք էլի այդտեղ այդ, աչ անկյունում, օրինակ, ձեր Facebook-ը մի րոպե, ոնց էր անունը, ես էլ մտնեմ ստուդիա։ Դավիլենց։ Հա, դա ճիշտ է։ Մի հատ բանը կոպի կանեք ձեր պրոֆայլը ուղարկեք, մտնենք բոլորս ստուգենք, որ կարանք ձեզ հետ, ես կարամ ձեզ հետ այդ WhatsApp-ով հիմա զանգեմ, այդ պետք է ստուգեմ, հասկացաք։ Հիմա պետք է ստուգեմ, որ իրոք Նոնա Ստեփանյանը կարա ձեզ հետ զանգ հաստատի։ Ես էլ կարամ ուղարկեմ սլկամի հաստատում։ Հա, սպասում եմ հերթով, իհարկե, այո։ Հա, WhatsApp-ի կոճակը կա։ Ապրեք, հիմա ես ձեզ զանգում եմ, ստուգում եմ։ Ձեր պրոֆայլը share արեցիք, ձեր պրոֆայլը share արեք։ Հա, ուղարկել եմ թագը։ Բոլորս ստուգենք, հա, բոլորս պետք է ստուգենք։ Ապրեք, այս Facebook-ի ձեր, հա։ Հիմա ստուգում եմ, WhatsApp-ն եմ ստուգում, առաջին հերթին։ Տեսնենք։ Ահա, տեսակ մի անգամից ընկա WhatsApp ու տեսնում եմ business account։ Գրում եմ, это Նոննա, որ իմանաք էդի ես եմ եղել։ Rada vas vidеть։ Մի բան գրեմ, որ վերջապես, տեսեք հաճախորդը ոնց է գալու ձեր հետ կապ հաստատի։ Շատ հարմար է, ահա։ Տեսեք մի անգամից ընկա։ Էլ ինձ պետք չէր փնտրել ուրիշ տեղ, ահա, պրոֆայլից։ Հիմա ստուգենք մյուս կոճակը։ Մյուս կոճակը, ահա, մյուս կոճակը նայեք, բա մյուս կոճակը որտեղից է երևում, ոնց եք կարծում։ Բա մի հատ էլ պետք է երևա։ Գիտեք, ասեք դե էդի որտեղից է։ Հա? Messenger-ի կոճակը։ Ինչ։ Messenger-ի կոճակը։ Հա, բա Messenger-ի կոճակը ստեղ ուր է այդ բaragայում։ Օգնեք ինձ։ Բա հաճախորդին պետք է բացատրեք։ Եթե դուք հաճախորդին ասելու եք, կապնվեք մեզ հետ Messenger-ով եւ WhatsApp-ով։ Մարդը մտնում է ձեր պրոֆայլ, ահա։ Ու ես տեսնում եմ միայն WhatsApp-ը։ Հեսա ձեզ ցույց տամ, որ ինչ եմ ես տեսնում։ Բա Messenger-ը ինչ եղավ։ Հիմա ես ցույց եմ տալի հեսա WhatsApp-ը։ Հեսա screen եմ անում, ուղարկեմ, բոլորը տեսնեն։ Իսկ ուր է մեր Messenger-ը։ Հա, հեսա էլ նրան գալիս է։ Հա, Տերեզա ջան, օգնեք։ Սե ուղարկեցի, WhatsApp-ը պարզ տեսնում եմ։ Բա ուր է Messenger-ը։ 3 կետից որ սեղմեք։ Ապրեք։ Մի հատ խնդրում եմ սխմեք այդ 3 կետը, ու սենց սլակով ցույց տվեք, որ բոլորը տեսնեն երկրորդ բաթոնը, ինչ էլ դուք ընտրեք, զանգի կոճակ կլինի։ Կարող է դուք չեք ուզում այդ ձև, դուք ուզում եք միանգամից մարդը ձեզ զանգի։ Որոշները օրինակ, չգիտեմ, Լուսին ջան, դուք ինչ եք ընտրում, ոնց շփվեք ձեր հաճախորդների հետ։
Դե WhatsApp-ը կա, մնում է երևի հեռախոսահամարը միանգամից։ Հա, կարող հեռախոսահամարը դնել, կարող եք Messenger-ը դնել, բայց անպայման ինձ ուղարկեք հիմա ինչ եք դուք ակտիվացրել են 3 կետով, որ ես տեսնեմ։ Ահա, եւ Արմինային էլ նույնը կխնդրի, ով միացել է, հերթով մի հատ ուղարկեք այդ գործողությունը։ Որովհետեւ ամենակարևորը ձեր հաճախորդների հետ կոնտակտն է, որովհետեւ մնացածը կլինի անիմաստ։ Դուք ինչ էլ անեք, բա հաճախորդը ոնց ձեզ այդ կապ հաստատի։ Մի հատ խնդրում եմ, հա, էսա ահա, Յուրանդ հանի, օքեյ, տեսա։ Իմ մոտ, քանի որ էջը իմն է, իմ մոտ տենց չի բերում։ Մի հատ ինձ կասեք ոնց է բերում, չհասկացա այդ բանը։ Որ ես ցույց տամ էլի, որտեղից SMS Messenger-ով գրեն, ես չեմ կարող ցույց տալ, քանի որ ասեմ ոնց եք ցույց տալի։ 3 կետը որ սխմում եք, այնտեղ բացվում է։ Օրինակ ես հիմա որ սխմեմ, տեսնելու եմ։ Դուք էլ պետք է տեսնեք։ Սա մի վարքյան օրինակ մտնեմ ինչու է սա մտա։ Մի րոպե, սա մտա։ Ահա, որտեղ եմ ես հայտնվում։ Ահա, начните переписку, если WhatsApp бизнесն է, այո, Davilens, ահա, Davilens ջան, հիմա 3 կետը միած սխմեք, գնաց, էսի գիտեք դուք որտեղ եք։ Մի րոպե։ Իմ Facebook-յան էջում։ Հա, էսի Davilens-ն է, ճիշտ է, ճիշտ է։ Երա 3 կետը սխմեք գնացեք առաջ։ Որ սխմում եմ, արդեն սենց է բերում։ Հլա մի հատ ուղարկեք, կամ դուք ուրիշ տեղից եք մտել, թե չէ պետք է բերի։ Ճիշտ է։ Հիմա добавить кнопку действия չեք արել, դրա համար չկա։ Добавить кнопку действия։ 1, 2, 3-ն է։ Ինչ եք տեսնում հիմա։ Редактировать кнопки։ Այո, մի հատ ամբողջը ուղարկեք, խնդրում եմ, այստեղից պետք է ամեն ինչ կարգավորեք։ Հենց այստեղից պետք է կարգավորեք։ Եկեք մի հատ էլ ինձ ուղարկեք։ Ուղարկեք։ Ապրեք, ահա, դուք ընտրել եք Facebook, Messenger եւ WhatsApp։ Ահա, տալիս եք сохранить։ Դուք նայեք, կարաք позвонить ընտրեք, электронное письмо, ինչ որ կոնկրետ կոնտակտ ֆորմատակ մարդիկ լրացնեն։ Եթե նայեք, ձեր մոտ կայք կա եւ բրոնь կարաք անեք, օրինակ հյուրանոցը, դուք կարաք забронировать, зарегистрироваться, տեսնեք ինչքանի կոճակ կա, ուղղակի դուք միայն 2-ը կարաք ընտրեք։ Հիմա сохранить տվեք ու ձեր գլխավոր էջը ուղարկեք։ Редактирование кнопки, ճիշտ է։ Վերջում сохранить տվեք, մենակ խնդրում եմ բոլորը, ու ինձ ուղարկեք այսպես, որ 2 կոճակն էլ Երևան։ Հիմա ես կասեմ ինձ ոնց է պետք։ Որ հենց տեսնեմ, որ 2 կոճակն էլ ձեր մոտ պատրաստ են։ Հեսա ես մի հատ բիզնես կվերցնեմ։ Ու այդ բիզնեսի օրինակով կբացատրեմ ոնց պիտի այս փուլը լինի պատրաստ։ Հեսա մի հատ Davilens-ը կամ ով է պատրաստ 2 կոճակով, մի անգամից դրեք ձեր բանի մեջ, չատի մեջ, որ այդ, ահա, սախրանից ու վերջ, տենանք հիմա ոնց է երևում, դեսա Davilens-ներ կստուգենք։ Տիկինոն, ուղղակի ոնց որ դուք պիտի ձեր մոտից մեր էջը նայեք, որովհետև մենք չենք դնում, Ես հասկանում եմ, դրա համար ասում եմ, եթե պատրաստ եք, հղումները եթե կա, ես մտնեմ, եթե պատրաստ եք, ես ուղղակի սպասում եք, գիտեմ, հասկանում եմ ինչ եք ասում։ Ձեր մոտ ներսից է երևում։ Հա, պատրաստ է։ Ձեր մոտ ներսից է երևում, վերջ, եթե սկսենք Davilens-ից, հեսա մի հատ հղումով մտնեմ, ահա, Էսա Լուսինին էլ աստեղ, Լուսին ուղարկեց, Յորհանի, ահա, WhatsApp-ը պատրաստ է, 3 կետը սխմում եմ, բա երկրորդը չեմ տեսնում բանը, մենակ WhatsApp-ն եմ տեսնում յուրի մեջ, նայեք, 3 կետը սխմեցի, ու չկա, բայց հեռախոսահամարն էլ, էսա մի անգամ ուղարկեմ ձեզ, հա? Հա, մի հատ տեսնեք, ես եմ մտա Յորհանի, տեսեք, դուք եք չէ WhatsApp-ը տեսնում միայն, 3 կետը որ սխմում եք,
Վերևից պետք է երևա երկրորդ տարբերակը կապնվելու։ Մի հատ էս յուր հանին տեսնենք, կարող է սախրանիտ չեք տվել։ Չէ, սախրանիտ տվել եմ, յոր հանին էլ ա տենց։ Ձերն էլ ա տենց։ Յոր հանին, նույն ես հատա իրան տվեցը։ Հա, ընդհանուր դուրս եկեք նորից մտեք սենց ֆու, մի հատ update արեք եջը։ Դե չէ, էդի տենց խնդիր չպետք է լինի, էլի։ Եթե ինքը կա, ապա կա։ Օրինակ հիմա կանանչ տանը որ մտնեք, մի րոպե։ Դե կանանչ տանը ես admin եմ։ Էսա դուք էլ մտեք, մի րոպե։ Ես իրենցը որ admin եմ, admin-ին ներսից է երևում ամեն ինչ։ Հատ ստուգեմ ես էլ։ Մի հատ տեսեք սախրանիտ, մի հատ դուրս եկեք ընդհանուր մտնեք, ինքն թարմացնի։ Ճիշտն ասած երևի նույնիսկ կլինի հեռախոս անջատել միացնել, բայց երբեմն այդ ձև էլ աշխատում։ Դե կարևորը դուք արել եք սախրանից եք տվել։ Եթե դուք արել եք այդ գործողությունը, ոչ մի խնդիր։ Ինքը արդեն մեխանիկորեն կպահպանի։ Հա, մենք էլ ենք արել, ես ու Արենն էլ արեցինք, բայց դեռ ցույց չի տալիս։ Որ պահա չի ցույց տալի, մի հատ ինձ էլ ուղարկի։ Այդ WhatsApp-ի զանգը ընտրեցինք, մեկ էլ հաղորդակցություն Messenger-ով։ Բայց այս պահին մենակ сообщение-ն է ցույց տալիս, WhatsApp-ի զանգը պրոֆիլում չի երևում Facebook-ի։ Չի երևում, իսկ դուք 3 կետը մոտի սխվում եք, ի՞նչ է բացվում մեջը։ Պազվանից է տալիս, բայց հեռախոսահամարին է զանգը գնում էր, եւ WhatsApp-ին չի գնում։ Մի հատ կուզեմ, մի հատ դուք էլ ուղարկեք հասկանանք։ Ага, ваши кнопки действия. Сообщение, դուք դրել եք Messenger եւ WhatsApp, ճիշտ է։ Լրիվ ճիշտ եք դրել։ Լրիվ ճիշտ դրած է։ Ռեդակտիրование նետի փոխելու համար է։ Մի հատ վերադարձեք, հեռախոսները անջատեք, միացրեք, մի փոքր ժամանակ update-ի պետք է, էլ այդ հարցին կանրադառնամ։ Կարևորը դուք ինչ հասկացաք, Լուսին ջան, մի հատ կբացատրեք այս կնոպկեքի պահը։ Այո, դրանք սենց ասած հարմարավետ միջոցներ են հենց հաճախորդի համար, որ շուտ կապվի բիզնեսի։ Այո, շատ լավ։ Հիմա քանի որ մենք դա կարգավորել ենք, հիմա եկեք ստուգենք, հեռախոս անջատեք, միացրեք, եկեք ստուգենք մեր պոստերում, որ ինքը clickable լինի, ինչ որ ես ասում եմ, ձեզ պիտի ստուգենք։ Այսինքն մի փոքր նախադասություն ենք գրում, ու տակից որ համարը գրենք, օրինակ կապ հաստատեք Դավիլենցի հետ, մի հատ փորձարկում ենք դա։ Մի փոքր պոստի նման բան ենք սարքում, որ համարը գրեք, ինքը պետք է ասի WhatsApp դիր։ Եկեք մի հատ էլ փորձարկենք, տեսնենք post գրելուց, գնում եք էլի ներ ձեր Facebook Mobile, էլի գնացեք Facebook Mobile, գնացեք Mobile, ու հենց այդ նույն տեղից, որ post կա, փորձեք ինչ-որ օրինակ post հրատարակել ոնց որ, հիմա ես էլ մի հատ կվերցնեմ, որտեղ էդի ակտիվացրած է, մի վարքյան։ Հեսա կբացեմ, ու երբ որ դուք ուզենաք հեռախոսի համարը գրեք, մի հատ ստուգեք, ինքը WhatsApp առաջարկում է, սխմեք WhatsApp։ Հիմա ես էլ ձեզ հետ միասին կանեմ, օրինակ այսպես։ Հենց նույն այդ էջից։ Դուք փորձեք ոնց որ հեռախոսի համարը որ հավաքում եք։ Տեսեք, բերում է WhatsApp-ը։ Այս հենց պետք է բերի, նայեք։ Ես հիմա ցույց եմ տալի ոնց է բերում։ Երբ որ դուք համարը գրում եք, ասում է add link։ Եթե այդպես բերում է, արդեն ինքը ճանաչել է ձեր WhatsApp-ը։ Նայեք, ուղարկեցի chat, այսպես։ Ոնց որ post գրելուց համարն եք։ Բերում է ձեր մոտ։ Դե կխնդրեմ հիմա սիրում, կարճ post հրատարակեք, ուրեմն նորմալ է ամեն ինչ։ Շատ լավ, ընտիր։ Հիմա պետք է ստուգենք իրոք որ clickable է, այսինքն կարում եմ ես այդ post-ից զանգեմ։ Հիմա մի կարճ post գրեք, օրինակ, եթե ունեք հարցեր, չգիտեմ ինչի վերաբերյալ, կապնվեք այս հեռախոսահամարով մեզ հետ։ Տակը WhatsApp-ը դրեք ու սիրուն հրատարակեք մի հատ սիրուն փոքր նկարով, պետք է ստուգենք ու դրեք chat-ում։ Ու ես մտնեմ, տեսնեմ, որ իրոք WhatsApp
կոճակը clickable է։ Այսինքն WhatsApp-ը աշխատում է հեռախոսով մարդը կարող է ձեր post կարդալուց միանգամից ձեզ զանգահարի։ Մի հատ էլ ենք անում այս քայլը։ Դա շատ կարևոր քայլ է։ Նայեք, ինչ դուք ստեղից ընտրեք, ինքը լինելու է clickable։ Դուք ընտրել եք WhatsApp-ն ու SMS-ը, վերջ, իրենք աշխատում են։ Ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Ստացվում է, ժողովուրդ ջան, դրա վրա ժամանակ եմ տալի, մի 5-10 րոպե նույնիսկ կարաք հանգիստ անեք եւ որ post-ը լինի հարմար, տակից նկար կայնա։ Մի հատ քայլերով գնաք, որ WhatsApp-ը լինի clickable։ Այն որ դուք ասում եք կանանչ տան մոտ clickable չի, պետք է դաստուգենք, էլի։ Դե փորձարկեք։ Ժողովուրդ ջան, ստացվում է, ես չեմ շտապեցնում, ուղղակի ուզում եմ իմանամ, նորմալ է ամեն ինչ։ Ես ուղարկեցի մի հատ, կարաք ստուգեք։ Էսա նայեմ։ Ահա, էսա գնամ տեսնեմ հլա clickable է։ Եթե clickable է, դուք զանգ եք ստանալու, փորձում եմ հիմա։ Այսինքն ձեզ, ահա, բացվեց, ուրա գրում եմ, ուրեմն ստացվեց։ Վերջ, ձերը ստացվել է, ապրեք, տեսեք ինչ լավ էր։ Դուք մեկը մյուսի էլ մտեք, տենց գրեք, որ ստուգեք։ Հիմա ձերը ստացվել է, հաճախորդը մի անգամից այդպես կարող է ձեզ հետ կապ հաստատել, ահա, ուրա գրեցի, հա, ահա։ Սա ժողովուրդ ուղարկեն, տեսնենք ինչ է լինում։ Ժողովուրդ ջան, ձեր մոտ ինչ վիճակ է։ Բարակման նկատում Կընտրում։ Ես խնդրում եմ մեկ այդ մյուսի պոստերը մտեք, ստուգեք մի բան գրեք, որ այդ կապը կա, թե չէ, ոչ թե միայն ես ստուգեմ, էլի։ WhatsApp կոճակը clickable է, թե ոչ։ Ու արդեն մենք անցնենք marketplace-ին, այս գործիքներից հետո, ու գնանք հետո գովազդային հարթակ։ Լուսինին եմ տեսնում միայն, ժողովուրդ ջան, ձերն էլ ուղարկեք, Արմիդան, Տերեզան ուղարկեն, ելով չի ուղարկել, ուղարկեք, որ տեսնենք, որ նորմալ է ամեն ինչ։
Ուղարկեցիք, ժողովուրդ ջան, մենք գնանք առաջ, որտեվ մյուս քայլը մեր պետք է լինի, ինձ թվում է ստացվում է բոլորիդ մոտ, դա դժվար գործիք չի, բայց կարևոր։ Հիմա կանրադառնանք marketplace-ին ու գնանք հետո արդեն գովազդ, որտեվ այդ ամենը կապ ունի։ Ով է տեղյակ ինչ է marketplace-ը, կասեք։ Ով կասի, լսել եք marketplace-ը։ Թե չէ։ Լուսին ջան, տեղյակ եք marketplace-ից, չէ։ Թե լսել եք թե ոչ։ Հա, այո, տեղյակ Ինչ է եմ։ միած։ Ահա, ասեք։ Օրինակ Instagram-ում եմ ավելի շատ բան Հա, ոնց է կարծում, հանդիպել։ ինչ է դա, այդ ինչ marketplace է, ինչի համար է։ Լսել եք դրա Այնտեղ մասին։ կարողանում ես, չէ, ներկայացնես քո ապրանքատեսականը։ Այո, հա, հիմա որովհետև մյուս մեր գործիքը այլ ասենց բիզնեսի հետ կապ ունեցող դա լինելու է marketplace-ը ու ես ձեզ ցույց եմ տալու, թե ոնց կարող եք անվճար marketplace-ից վաճառել։ Ուղղակի մեր Հայաստանում դեռ այդքան զարգացած չի, բայց աշխատող է, okay? Հիմա գնում ենք, բացում ենք ձեր Facebook-ի Messenger-ը ու ինձ սպասում եք։ Բացում եք Facebook-ի Messenger-ը։ Նենց եք անում, որ լինի ձեր բիզնեսը, էլի փոխեք ընդ փոխելու տեղը գիտեք, ոնց փոխեք, որ ձեր բիզնես Messenger-ը լինի, ոչ թե ձեր անձնականը։ Այո։ Ահա, խնդրում եմ մի հատ այդ տեղը փոխեք ու սպասեք։ Հիմա ներքևի աջ անկյունում գրված է մենյու։ Տեսնում ենք մենյու։ Սխմում ենք մենյու։ Որ մենյուն սխմում եք, ինչ եք տեսնում։ Տիկին Նոնա։ Այո։ Այստեղ Messenger-ում, որ ուզում եմ փոխեմ Հա։ Ասեք, լսում եմ։ Ահա։ Ձեր ձայնը կտրվեց, գիտեք։ Հիմա նայեք, ես իմ պրոֆայլից կուղարկեմ ու դուք կտեսնեք, որ բացում եք մենյուն, մենյուի settings տակ երրորդը երևում է marketplace։ Այն հարթակն է, որը մեզ պետք է, բայց ձեր ձայնը կոտրվեց, կորավ, չլսեցի։ Հիմա ես դա ուղարկեմ։ Մեզ պետք է այդ marketplace-ը, նայեք 1, 2, 3։ Միած սխմեք այդ marketplace-ը ու տեսեք ինչ եք տեսնում, ինձ չաթով ուղարկեք։ Դա այն հարթակն է, որտեղ դուք կարող եք անվճար տեղադրեք ձեր ապրանքը եւ վաճառեք։ Ես պիտի ցույց տամ եւ բացատրենք ոնց է դա լինում, ոնց ենք կատարում այդ ամենը։ Արցախ բարև ձեզ, տեսա դուք եք արդեն այստեղ։ Մի հատ եկեք դուք էլ անդրադարձեք այդ marketplace-ին, Messenger-ով տեսնում եք ներքևում։ Արմիդա ջան, դուք տեսնում եք։ Ոչ ճիշտն ասած, փնտրում եմ։ Հա, փնտրում եք, լավ, եկեք մի հատ միասին։ Եկեք մի հատ գնանք ձեր Messenger-ը։ Messenger-ը որ սխմեցիք, ահա։ Ներքևի անկյունում աջ կա մենյու։ Մենյուն որ սխմեք, գալիս է ձեր պրոֆիլը, настройкեք ու երրորդը պետք է գա marketplace։ Նայեք, ես բանով Telegram-ով ուղարկել եմ այդ։ Messenger-ը նկատի ունեմ, ձեր հենց հեռախոսի վրա այս Messenger կոճակը։ Դա է պետք սխմել, հեռախոսով։ Իսկ մեր անձնական edge-ն ենք թողնում, թե Լավ կլինի switch անեք, բայց նես չի, որ խանգարում է։ Որովհետև ուզեցի business edge-ը մտնեմ միանգամից, բայց ցանկում չկար այդ edge-ը։ Ձեր edge-ը չկար ցանկում։ Պետք է լինի։ Ուրեմն եթե չկա, add account արեք, ավելացրեք, բայց պետք է լինի ինքը։ Add account արեք ու պետք է լինի, սովորաբար որ switch եք անում, տակից երևում է։ Իսկ այստեղ անձնական edge-ի տվյալները պիտի գրեմ։ Չէ, ինչ է ձեզ ցույց տալիս, սպասեք առաջ մի գնացեք։ Նայեք, Facebook-ի Messenger ենք մտնում։ Հա, Messenger։ Այո, նայեք, որ switch-ը սխմում եք, դու վրան մի սխմեք սենց առաջ գնա։ Մի թեթև սխմում եք, նայեք, ես հիմա ցույց տամ։
որ մի թեթև սխմեք, տակից այսպես դուրս է գալիս, սպասեք ձեզ ուղարկեմ։ Իրեն մեջը պետք չի էլի մտնել տենց կարող է։ Հետո արդեն փոխեք։ Մի վարքյան ես հիմա ձեզ ցույց տամ։ Ահա, Տերեզան էսա։ Տերեզան մեջն է, настройки spam։ Մի րոպե, տեսնեմ Տերեզա։ Մենյուի վրա Տերեզա ջան մի հատ սխմեք։ Էդ եք տեսնում մի հատ ներքևում աջ կողմում։ Որ տեսնում եմ marketplace չկա, մենակ настройկաներն ու spam։ Ահա, իսկ եթե ձեր անձնականի վրա եք մնում, Այսա փորձեմ։ մնացեք ձեր անձնականի վրա, մեկա չի խանգարում։ Մի հատ կարակ ձեր անձնականի վրա մնաք, որովհետև կարևորը դուք marketplace մտնեք։ Այդ marketplace-ը ձեր մոտ երևա։ Հա, իմ անձնականով երևում է։ Շատ լավ է։ Դե կարևորը տեղը գտել եք։ Մի հատ տեսեք բոլորիդ մոտ երևում է այդ marketplace-ը։ Հիմա կսխմեք ու տեսեք ինչ դաշտ է բացվում, նայեք մի հատ։ Կասեք ինչ դաշտ։ Нет сообщений. Հա, մի հատ կուղարկեք տեսնեմ ինչ нет сообщений։ Մի հատ հասկանանք։ Այդ հեռախոսով ասում եմ ձեզ հեշտ լինի, որ ինձ լսեք, թե չէ համակարգչով էլի կարող ենք անել։ Այս էջում բայց չկա սկին համակի տեղ Messenger-ի։ Մի րոպե, ինչ էջում, որ marketplace-ը դուք տեսնում եք, հա, marketplace-ը սլակով տեսնում եք, դուք այդ ինձ է պետք։ Marketplace-ը տեսնում եք։ Marketplace գրածը տեսնում եք, կարող է ռուսերեն չգիտեմ ուրիշ ձև կլինի։ Ես թվում է։ Չէ, գրած չեմ տեսնում։ Հենց էջում, հա, էջում։ Դե Messenger-ի մեջ ենք մենք, Messenger-ի մեջ։ Չէ, ռուսերենով էլ է, էլի անգլերեն է։ Ուրիշ ձև չի։ Դե վերջ, ուրեմն պետք է երևա։ Կարող է ձեր մոտ ու մոտ չի երևում, սխմեք տեսնել ավելին, պրոֆիլը սխմեք ու inbox, տենց էլ է լինում։ Հիմա ես մի րոպե տեղից ձեզ ուղարկեմ, որովհետև նայած որտեղից եք էլի մտնում, այդ տեղը կապ ունի։ Տեղը կապ ունի, որովհետև ինձ հետաքրքիր է դուք հիմա մեջը ինչ եք տեսնում, այդ է ինձ պետք։ Marketplace-ը, որ գտնում եք, հետո մյուս քայլը ինչ եք տեսնում, էդ էլ է ինձ պետք։ Ես սկրինը ուղարկել եմ chat։ Հա, սկրինը ուղարկել եք, եսա տեսնեմ։ Մի վարքյան։ Հա, ուղարկեք ես Ես էլ ուղարկեցի, ինձ մոտ այս տեսքը ունի։ Okay։ Հա, ուղարկեք ես մի հատ հասկանամ։ Հիմա նայեք, եթե ձեր մոտ հեռախոսով դժվար է, հիմա ես կմտնեմ ու ձեզ ցույց տամ կոմպյուտերով, որ ուղղակի ինձ թված հեռախոսով ավելի հեշտ է, բայց եթե ինչ է, ես հիմա կմտնեմ ու ցույց տամ լիստինգը, ոնց է մենյուի տակ է երևում, ժողովուրդ ջան։ Միջև մենյու չսխմեք, դուք դա չեք տեսնի։ Չաթի մենյուի մեջ։ Հիմա ես էկրանս կկիսվեմ ու ձեզ ցույց կտամ մնացածը։ Մի վարքյան, տեսնեմ ինչ եք ուղարկել։ Կարող է ուրեմն համակարգչով ձեզ ավելի հեշտ է։ Нет сообщений, դե ճիշտ է, ձեզ բայց չաթի, истории, ահա։ Но marketplace ճիշտ է, կենա редактировать, սխմեք։ Այնա ճիշտ տեղում եք։ Բայց сообщение որտից կլինի։ Դուք հաճախորդ ունեք, որ ձեզ сообщение գրի։ Ապրեք, ճիշտ տեղում եք։ Редактировать-ը սխմեք։ Редактировать-ը սխմեք։ Ու եթե ինչ-որ մեկի դամար դժվար է, ես հիմա համակարգչով ցույց կտամ։ Համակարգչը որտեղ է։ Իսկ եթե դուք ընկել եք marketplace, էսա։ Դուք արդեն ճիշտ տեղում եք։ Հիմա ես կկիսվեմ իմ էկրանը։ Շադիկ նայում եք, հիմա ձեզ ցույց կտամ մնացածը։ Հիմա կգնամ Facebook, այո, մի վարքյան ու փոխեմ։ Էսա։
Հիմա նայեք ժողովուրդ ջան, ես բացեցի Facebook page-ը, հիմա տեսնում եք, չէ՞, մոտ Facebook page-ը բացած։ Բոլորը տեսնում եք։ Այո։ Այստեղ ձախ կողմից էլ կա marketplace, նայեք մեկ, այսա։ Մյուսը, եթե այստեղ մենյուն սխմում եք, տեսեք, մենյուի տակ կա marketplace listing, նայեք, այսինքն սա համակարգչով, որ marketplace listing-ը ես սխմեցի, ուշադիր նայում եք, բացվեց ինչ եմ ես ուզում վաճառել, բոլորը տեսնում եք, չէ՞, էկրանս տեսնում եք ժողովուրդ ջան։ Այո։ Իմ օրինակ մի բան դնեմ, որ հասկացնեմ ձեզ ոնց եք վաճառում։ Սա անվճար է, ուղղակի մեր Հայաստանում դեռ այդքան չեն օգտագործել, բայց բավականին ուրիշ տեղերում, մանավանդ Ամերիկայում շատ լավ զարգացած է եւ մարդիկ կարողանում են, օրինակ այս կահույք ուզում եմ, չգիտեմ, վաճառում եմ, տեսեք։ Տեսեք, որ քանի հատ կարաս նկաս, 1-ից 10 նկար կարամ դնեմ։ Ցանկալի է իհարկե սա նույնը մի ապրանքի համար է, հա։ Ստե գրում եմ օրինակ, ինչ գրում եմ օրինակ կահույք, նայեք ուշադիր։ Կարեցի կահույք, ստե գրում եմ գինը օրինակ։ Տեսեք ինքը մեխանիկորեն որ Հայաստան է, տեսեք մի անգամից դրամը տվեց։ Ինքը ֆիքսում է, ահա, էսա 50,000 դրամ, հետո ընտրում եմ ինչ կատեգորիա է։ Ահա, հենց է, տեսեք կահույք, ձեր օրինակ պարտեզի մեջ կլինի, չէ՞, ոնց թվում է։ Նայեք ինչ կատեգորիաներ կա։ Չզարմանաք էլի, որ իմը չկա, միշտ նայեք ինչ կա, զվարճանք, խաղեր, շորեր, տեսեք, տարբեր կատեգորիաներից նայեք որը կընտրեք, դե իմը քանի որ կահույք էր, դնում եմ կահույք։ Մյուսը, ինքը հարցնում է, ինչ կարգավիճակում է, condition, նոր, օգտագործված, տեսեք տարբեր, դե նորը նորա։ Հետո գրում է, տեսեք ինքը եթե դե ես կահույք եմ ընտրել, դրա համար ինքը ասում է չափսը, ամեն ինչ, հետո ստե տարբերակ կա, թաքցնել ձեր ընկերների, այսինքն ձեր ընկերները, որ չտենան, որ դուք հրատարակել եք, տեսակ, ահա, եթե ես բացում եմ, ձեր Facebook ընկերները չեն տեսնի, որ դուք սենց բան եք վաճառում, եթե սենց փակում եմ, ահա, տեսեք, այսա կարևոր է, ահա, սենց հետո քայլերով գնում եմ ու և հրապարակում եմ, ու արդեն մարդիկ, որ դուք հետո մեսենջեր մտնեք ուզեն այդ բանը առնեն, մեսենջերում երևալու է, որ իրենք marketplace-ից են դա տեսել։ Ու սա հաճախակի պետք է թարմացնեք եւ մտնեք, եւ սա հարթակ է marketplace-ը, հասարակական հարթակ, բաց հարթակ, որ յուրաքանչյուրը ով Facebook ունի, կարող է այստեղ տեսնել, որ դուք վաճառում եք որևէ բան։ Հասկանալի է ժողովուրդ ջան։ Այո։ Եվ ստեղ կա save draft, եթե չեք ուզում հրապարակեք, ստեղ կարող եք պահպանել, որպես ինքը ձևանմուշ, որպես, չգիտեմ, կարող է կիսա տա, հետո ուզում եք արդեն ինքը լինի տեսանելի։ Հիմա սա փակում եմ, անում եմ leave page, քանի ես այդ կահույքը չունեմ, որպեսզի վաճառեմ։ Ահա, նայեք ստեղից էլ եթե բացեմ, տեսեք marketplace, էսի ցույց են տալի Հայաստանում էսա, տեսեք ինչ են վաճառում։ Արդեն նայեք ստե կատեգորիաներով երևում է vehicles, property, չգիտեմ, transport, ինչ էլի։ Հետո տեսեք, ես ստեղից էլ կարակ սխմեք, create new listing, եթե ստեղից սխմեմ ձախ կողմից, ահա, ինքը ասում է ինչ ես ուզում, վաճառես, որևէ բան, տրանսպորտ, տուն, կարամ քայլերով ստեղից էլ գնամ։ Երկու քայլերն էլ ճիշտ են, որը կօգտագործեք, իրենք հասանելի են եւ այսպես, տեսեք, ինչքան վաճառելու բան կա Հայաստանում։ Ու ստենց ուղղակի նայեք ստեղ օրինակ սխալ է, 9900 էսա վաճառվում է։ 10500, ուղղակի նայեք, ստեղ մարդիկ ինչը չեն հաշվի առել, որ ստեղ գրած է դրամ։ Տեսեք։ Էսի հաստատ 10500 դրամ չի։ Էսի երևի դոլար են դրել, չեն տեսել, որ ստեղ Հայաստանն է, չի փոխվում։ Ուշադիր եղեք, որ ստեղ դրամն է երևալու։ Դրա համար ինչ սա պետք է դրամով լինի։ Օրինակ այս մեքենան գրած է 16000 դրամ, ահա, համեցեք առեք, ով ուզում է 16000 դրամ, դե սխալ է ես հասկանում եմ, ուշադիր պետք է լինեք։ Ուրեմն սա ես դες ծանոթացրեցի marketplace անվճար հարթակի հետ, որ ստեղ առանձին կա buy, գնել, տեսեք, որ մի քանի անգամ մտնեք, հետո ձեր պրոֆիլն էլ է ստեղ արդեն երևալու,
Ստեղ կա sell, վաճառել, էսա։ Ահա։ Ստեղ կա ձեր օրինակ ինչ որ announcement-ները, ինչ որ կարևոր բաներ ձեզ կգա եւ այլն։ Էս էլ ձեր պրոֆայլն է, ձեր պրոֆիլը երևում է։ Էսա սենց երևալու է ով է եւ այլն եւ ինչ եք վաճառում։ Ահա, սա փակեցի եւ դուրս եկա։ Իմ կարծիքով այսքանը պարզ է։ Կարևոր հարթակ է, քանի որ մենք հիմա գնում ենք արդեն գովազդային հարթակ, ժողովուրդ ջան։ Ով ինչ պետք է ինձ ուղարկեր, խնդրում եմ ուղարկեք, որ ես անցնեմ առաջ, լավ։ Ու ես անցնում եմ հիմա business portfolio-ին եւ խոսելու ենք գովազդային հարթակի մասին եւ բիզնեսի մասին։ Նոնջան մի վարքյան կներես անջատ նորից միացնեմ, հա ես։ Ահա, դու ես այնա միջև լրիվ ներբեռնեմ, դու կարող ես արդեն պատրաստել։